Ես հայ դերասան եմ, ոչ թե պարզապես դերասան, Մհեր Մկրտչյան, հայ մեծանուն դերասան, թատրոնի և կինոյի անկրկնելի վարպետներից մեկը։ Հայոց հետքերով հաղորդաշարի հերթական հաղորդումը նվիրված է դերասան Մհեր Մկրտչյանի կյանքի հետաքրքիր ու չբացահայտված մանրամասներին։ Մկրտչյանն ունեցել է երկու անուն, առաջինը Մհեր, այսպես նրան դիմել են տանը, երկրորդը Ֆրունզ։ Նրան անվանել են այդպես ի պատիվ քաղաքացիական պատերազմի հայտնի հերոս Միխայել Ֆրունզեի։ Մի անձնագրում դերասանը կոչվել է Ֆրունզ Մկրտչյան, մեկ ուրիշում Մհեր Մկրտչյան։ Մհեր Մկրտչյանի ամենամեծ պարադոքսն այն էր, որ նա ժողովրդին ծիծաղեցնում էր, բայց ինքը խորապես տխուր մարդ էր։ Ուստա! Համոն փողը չի տվել։ Նրա կատակերգական կերպարների մեջ միշտ կար թաքնված ցավ, եւ դա պատահական չէր։ Նա ասում էր. «Իմ հերոսները ծիծաղելի են, որովհետև կյանքը նրանց չի խնայում»։ Դրա համար նրա խաղը երբեք մակերեսային չէր։ Նույնիսկ ամենահումորային դրվագում աչքերում կար թախիծ։ Մհերը չէր սիրում դատարկ ծիծաղ։ Նա հավատում էր, որ իսկական հումորը պետք է մտածել տա, ցավեցնի, հետո միայն ծիծաղեցնի։ Միմինոյի նկարահանումների ժամանակ նա հաճախ փոխում էր տեքստը տեղում, ավելացնում ենթատեքստ, ժեստ կամ հայացք, որը սցենարում չկար։ Я тебя как брата прошу. Не подходи. Не подходи. Рубик Ջան. Что? Ռեժիսոր Գյորգի Դանիելյան պատմում էր, որ երբեմն թողնում էին Մհերին պարզապես իմպրովիզ անել, որովհետև դա ավելի ճշմարիտ էր, քան գրվածը։ Քիչ հայտնի փաստ է, որ նա մերժել է մի քանի շահավետ դերեր, որովհետև դրանք իրեն անկեղծ չէին թվում։ Մի սցենար կարդալուց հետո ասել էր. «Սա կատակ է մարդու հաշվին, ես դա չեմ կարող անել»։ Նրա համար հումորը երբեք չպետք է նվաստացներ։ Քչերը գիտեն, որ Մհեր Մկրտչյանը երազում էր խաղալ լուրջ դրամատիկ թատրոնում, առանց հումորի։ Ուզում եք, որ ես Հայր Աբրահամի վաղտվա հանգուժաշկան։ Ասած է չէ, որ երկիրը գնաց է երկրի գտակը ծածկի կուսի։ Նկարահանել ֆիլմ գյուղական մարդու ողբերգության մասին, ստեղծել դերասանական դպրոց Հայաստանում։ Նրա վաղաժամ մահը թույլ չտվեց իրականացնել այդ ծրագրերը։ Երևանի թատրոններից մեկում երիտասարդ տարիներին նրան ասել էին. «Դու շատ արտասովոր ես, հանդիսատեսը քեզ չի հասկանա»։ Մհերը չէր նեղացել, նա պատասխանել էր. «Եթե այսօր չհասկանան, վաղը կհասկանան»։ Տարիներ անց հենց այդ արտասովորությունը դարձավ նրա ուժը։ Նրա համար ամենակարևորը ծափահարությունը չէր։ Մի ներկայացումից հետո երբ դահլիճը ոտքի էր կանգնել, նա արագ դուրս էր եկել բեմից ու ասել է գործընկերներին. «Եկեք գնանք, մարդիկ արդեն ամեն ինչ ասացին»։ Մհեր Մկրտչյանը մի մարդ էր, ում կյանքում ամենածանր հարվածը ընտանիքն էր։ Նրա երկրորդ կինը Դոնարան ծանր հոգեկան հիվանդություն ուներ։ Նրա որդին Վազգենը նույնպես ժառանգել էր այդ հիվանդությունը։ Մհերը միայնակ էր պայքարում այս ամենի հետ, առանց բարձրաձայնելու։ Նա երբեք դա չէր օգտագործում որպես արդարացում կամ ողբերգական կերպար ստեղծելու միջոց։ Ասում են, նա բեմում ծիծաղեցնում էր մարդկանց, իսկ հետո գնում հիվանդանոց կնոջ տեսնելու։ Մհերը երկար տարիներ ապրում էր մշտական վախի մեջ։ Ինչ կլինի նրանց հետ, եթե ես չլինեմ։ Քիչ մարդիկ գիտեն, որ Մհերը շատ էր սիրում հայ ժողովրդական երգեր եւ միայնակ երբեմն ինքն իրեն երգում էր։ Նա ասում էր, որ երգը մարդուն ասում է այն, ինչ բառերը չեն կարող։ Երևանի կենտրոնում թաքնված Գյումրուհին սև տուֆե կառույց հիշեցնող շենքում արտիստական թատրոնը Մհեր Մկրտչյանը հիմնադրեց 1986 թվականին սունդուկյանական թատերական 3 դերասաններից՝ Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան, առաջինը հեռանալով Մայր թատրոնից։ Սա քո պիեսն է, Ֆրանսիայում ասել է Անրի Վերնոյը։ Մարսել Պանյոլի հացագործին կինը պիեսի գլխավոր հերոսը դարձավ Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոնում խաղացած առաջին ու միակ դերը։ Ամեն սև բան չէ, որ Օթելո է, մանչես։
Բոլոր հանդիպումներին Ֆրունզիկը կրկնում էր Փափազյանի իրեն ուղված այս խոսքը։ Սակայն Մհեր Մկրտչյանը միշտ երազել է Օթելո խաղալու մասին եւ համոզում էր թատրոնի գլխավոր ռեժիսոր Խորեն Աբրահամյանին։ Հացագործի կերպարն իր երազած Օթելոն էր։ Ողբերգական, փակուղային 1992 թվականի աշնանը Սառը դահլիճում արտիստը բեմ էր բարձրացել ասես մի այլ երկրում։ Հացագործը, ինչպես Ֆրունզիկի մյուս կերպարները, սովորական մարդն էր, մեկը մեզանից։ Կարևոր հացթուղ, մի քիչ ավելին, ինչպես Սարերի տիրական հովիվ իշխանը, ինչպես հպարտ դարբին Մկրտիչը։ Մհեր Մկրտչյան Էմաբլը Քաստանիեն զոլավոր կոստյումով, սպիտակ վերնաշապիկ ժիլետով, տարիքոտ, ակնոցավոր, ծանրաշարժ, բարիք ստեղծող ընտանիքի գլխավորն է։ Միակ թուլությունը երիտասարդ գեղեցիկ կինը։ Հաց գնելու եկած երիտասարդ հովիվը խաթարում է Քաստանիեի երջանկությունը։ Արտիստը հանճարեղ էր խաղարկում սերը, դյուրահավատությունը, իրականությունը մերժելը։ Եթե ես երեխա մտայի իրեն, այս դիպվածը գուցե չպատահեր։ Հուսահատության ու պարտվածի ճիչ էր, ոչ կեսօրեն ետքը, ոչ այսուհետ հաց չի կա պորտկումը։ Դերակատարումը դիտողները քիչ են, սակայն բոլորի սականջներում ասես հնչում է Ֆրունզիկ Մկրտչյանի տառապագին ձայնը։ Շիշ մողի, ահ հովիվ, ես իրեն հաց տամ, ինքը ունեցած չունեցածս կառնե կերթա։ Ես սովորական փոքր մարդ եմ, ինձ հետ չի կարող ողբերգություն պատահել, ասիկա դժբախտություն է։ 1993 թվականին, երբ Մհեր Մկրտչյանն արդեն անկողնային հիվանդ էր, Անահիտը, որն արտիստի գործընկերը լինելուց զատ նաև նրա ընտանիքի լավագույն բարեկամներից էր, երեխայի էր սպասում։ Գնացի ձյաձ, Ֆրունզին տեսնելու, ինձ վրա զայրացավ, ասաց. «Էդ ինչի ես հղիթ հալով եկել հասել այստեղ»։ Նույնիսկ այդ իրավիճակում դիմացինի մասին էր մտածում։ Հետո հարցրի. «Ինչպես է»։ Ասաց. «Ես լավ եմ, որ շտապ մի բան է պետք լինում, հարևաններս հասնում են»։ 1993 թվականի տարեվերջին հանկարծամահ լինելուց մեկ օր առաջ նա բաժանել էր արտիստական թատրոնի դերասանների աշխատավարձերը եւ գնացել իր տուն։ Ֆրունզիկ Մկրտչյանն ապրեց 63 տարի։ Մի քանի օր շարունակ նրա մասին լուր չկար։ Նա հեռախոսին չէր պատասխանում, դուռը չէր բացում։ Մտահոգված հարազատներն ու ծանոթները դիմել են համապատասխան մարմիններին։ Երբ բնակարանի դուռը բացել են, նրան գտել են մահացած իր անկողնում։ Ըստ պաշտոնական տվյալների, մահը եղել է բնական, սրտի կաթվածի հետևանքով։ Նա մահացել էր միայնակ, հանգիստ, առանց որևէ աղմուկի։ Ինչպես Մհեր Մկրտչյանն է ասել, դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերը։ Ես միշտ զարմանում եմ, թե այդ ինչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում։ Այ քեզ բան։ Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ, բայց տոտիկ անելով իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն եւ ես չհասցրեցի մանկություն ունենալ։ Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է։ Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում եւ ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում։ Ինձ հետ ապշելու բաներ են կատարվել։ Շուրջս լիքը չուզողներ եմ ունեցել։ Մի անգամ, երբ եզով պոսում խաղում էի Վաղարշյանի հետ, մարդիկ եմ տեսել, որ բեմի հետևից ասում էին՝ չի ստացվի, չի ստացվի, չի ստացվի։ Էս իմ լեգենդն է, ոչ մեկի հետ դա չի եղել։ Ես նույնիսկ կարող եմ եզրակացնել, թե ինչումն է բանը, որ իմ համբերությունը չի հատնում, որ իմ հումորը չի կորչում։ Դա ինձ միշտ փրկել է, ինձ ձեզնից միայն ծափեր են պետք, այնքան միջև ափերդ թմբրի։ Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են, բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին մեկ առ մեկ։ Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ եւ մեծ նվիրվածություն դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը։ Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում։ Հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին։ Միշտ մտածել եմ, որ մեռնեմ, դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց։ Մհեր Մկրտչյանի մասին շատ բան կա ասելու, պատմելու, խոսելու, բայց այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։
Սիրելի հետևորդներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր Facebook-յան եւ YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հաղորդումները։